Ինչպես եք պատկերացնում այս ճգնաժամի լուծումը։ Ես մեր զրույցի սկզբում էլ դա նշեցի եւ նորից եմ դա նշում, որ ազգային եկեղեցական ժողով, որը պետք է որոշի, մնում է ներկայիս կաթողիկոսությունը, զրկվում է գահից, օծվում է ներկայիս ամենայն հայոց կաթողիկոսին զուգահեռ կաթողիկոսակից, գահակից կաթողիկոս, որտեղ այդ երևույթը նույնպես եղել է, որ այս կամ այն պատճառներով, եթե կաթողիկոսը տկար է զգացել կամ հնար չի ունեցել որոշ պարտականություններ կատարել, նշանակվել է, օծվել է գահակից կաթողիկոս։ Միգուցե տեղապահ, միգուցե պետության հետ հարաբերությունները պահելու համար նշանակվի տեղապահ կամ կաթողիկոսը զբաղվի այլ հարցերով, տեղապահը պետության հետ շփումներով։ Ամեն դեպքում դուք ներկա վարչապետի ժամանակ եւ ներկա կաթողիկոսի ժամանակ միջ անձնային եւ միջ կառույցային հարաբերությունները անցել են այնպիսի կարմիր գծեր, որ ես շատ քիչ հավանական եմ համարում իրենց շփումը։